Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում ԱՄՆ նախագահը նշել է. «Ոգևորված են խաղաղության համաձայնագիրն առաջ մղելու ջանքերով։ Ոգևորված ենք նաև սահմանների սահմանազատման շարունակվող գործընթացով 2026 թվականի հունվարին 4 հայ գերիների ազատ արձակմամբ, Հայաստան վառելիքի մատակարարումներով, ինչպես նաև երկու երկրների քաղաքասարակությունները միավորող խաղաղության կամուրջ նախաձեռնությամբ», նամակում նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփն ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է առաջիկա տարիներին և տասնամյակներին ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։ Ալիևին նամակ է հղել նաև Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները։ Նա վերահաստատել է Փարիզի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջնականացմանը։ Դա նոր էջ կբացի տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության համար, եզրափակել է Մակրոնը։ Ոչ ոք չի կարող ստիպել Հայաստանին մնալ Եվրասիական տնտեսական միությունում, սակայն պարզաբանումներ պետք կլինեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը հավելել է, Հայաստանի եվրաինտեգրման մտադրությունը ամրագրված է օրենքով։ Նրա խոսքով դա ըստ էության արդեն իրավաբանորեն պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը և պետական մարմիններին կենտրոնանալ եվրաինտեգրման վրա։ Սակայն դա անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, կրկնել է Պեսկովը։ Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից։ Հայերը պետք է որոշեն, արդյոք Եվրամիությունը կարող է նույնը ապահովել, ասել է ռուս պաշտոնյան։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ ԵԱՏՄ նիստերի օրակարգը բարդ է լինելու նրա ձևակերպմամբ Հայաստանի հետ կապված բարդ իրավիճակի պատճառով։ Խոսելով ԵԱՏՄ առաջիկա նիստի մասին, նա նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ կառույցի անդամ և աշխատանքային մակարդակով կմասնակցի հանդիպմանը։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է ընտրարշավով, մենք դա հասկանում ենք, ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ տեղեկացրել է, որ Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում կքննարկեն Հայաստանի կողմից եվրոպական չափանիշներին և տեխնիկական կանոնակարգերին անցնելու հնարավոր ռիսկերը, սակայն նիստի շրջանակում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցառումներ չեն ընդունվելու։ Միևնույն ժամանակ ռուսական կողմը չի բացառում, որ միակողմանիորեն կդադարեցնի գազի, նավթի և վառելիքի վերաբերյալ համաձայնագրերը, եթե Հայաստանը շարունակի եվրաինտեգրման գործընթացը։ Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել Հորմուզի նեղուցի վերաբացման հարցում, հայտնել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիքանին։ Քանի դեռ չենք համաձայնել բոլոր հարցերի շուրջ, նշանակում է չենք համաձայնել ոչնչի շուրջ, շեշտել է պաշտոնյան։ Թեհրանից նաև մեղադրել են Միացյալ Նահանգներին հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելու և իրանական առևտրային նավերի վրա հարձակվելու համար։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն նշել է, որ դա տեղի է ունենում դիվանագիտական գործընթացներին զուգահեռ, ինչը ըստ գերատեսչության ապացուցում է, որ Վաշինգտոնին բարդ է վստահել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից էլ նախազգուշացրել են, որ Իրանի ռազմածովային ուժերը գտնվում են մարտական պատրաստության վիճակում և անհրաժեշտության դեպքում կոչնչացնեն ամերիկյան նավերը։ Շոտլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել Մեծ Բրիտանիայից անկախության հանրաքվեի անցկացման նախագծին, հայտնել է Շոտլանդիայի կառավարությունը։ Նախաձեռնությանը կողմ է արտահայտվել падգամավորների մեծամասնությունը 72-55-ի դիմաց։ Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սուինին դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, նշելով, որ հարկավոր է հրամանագիր հաստատել, որը Շոտլանդիայի խորհրդարանին անկախության հանրաքվե կազմակերպելու լիազորություն կտա։ Դիանա Գասպարյան, լուրեր։